Այս լուր ռեակցիան նրա համար եմ, որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, որ մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ղուզաննան ասեց Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի ծաղիկները պետք չեն նվիրած, մեզ մեր տղաներն են պետք, մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանանք, մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում, ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց բերելու համար, մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ ա եղել, վրիպակ, այս վրիպակների պատճառով մենք այսօրն ենք ընկել։ Այս լուր ռեակցիան նրա համար է, որ մայրը, հայ մայրը, արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը սրտում, սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։ Մենք մարտի 8-ին էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք նոր տարին եկեղեցում ենք նշում, մենք համար չկա ուրախություն, մեր ճակատագրելը, մեր երեխեքի ճակատագրելը խեղաթյուրել են, հանուն այդ հայ ազգի, հանուն հայ ժողովրդի գնացել կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար, հասկանում եք, ոնց ապրի այս մայրը, ոնց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի իր որդին ինչ վիճակում է, չգիտեմ, ժողովուրդ, շատ դաժանա, շատ ցավը ահավոր է, այս երկրի տերերը, ճակերտավոր իշխանավորները, ինչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար։ Ասացիք, որ պաշտոնյաներից ձեզ տեղեկացրել են, հնարավոր է, որ ձեր որդիները ողջ լինեն։ Մենք ենք իրենց ապացուցել, որ այո մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները ամենը սուտ են, որ իրանց վրիպակների պատճառով այսքան բան եղել, ապացույցներ, փաստեր, փաստարկներ ունենք մենք հենց այնպես չենք խոսում, մենք հենց այնպես բաներ չենք ասում, մենք չենք ապրում երազներով, որ գիտեք ոնց մեր երեխան ողջա բերեք, հասկանում ենք պատերազմ ա եղել։ Դուք տեսանյութով նույնականացրել եք, չէ՞, գիտեք, որ ձեր որդին։ Այո, ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են իմ որդուն գերեվարում։ Գերեվարումից հետո քննչական ֆոտորոբոտ փորձաքննությունը քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը կպցրեցին իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան, եկավ այդ տղան, ասեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս տեսանյութի հետ ու այդ գերեվարումից, որ ինքը այլ տեղում է գերեվարվել, նման վրիպակների պատճառով մենք այսօր 5-րդ տարին է չենք լսում մեր երեխեքի ձայնը, մեր տղաների հասկանում եք կարոտը խեղդում է, սպանում է կարոտը, ցավը, տառապանքը, շատ դաժան է։ Վերջերս ազգային ժողովում հանդիպում էր, տեղի ունեցել իրավապահ կառույցների ղեկավարներն էին, Անդրանիկ Քոչարյաններ նաև այնտեղ, ինչ որ դրական ձեզ տեղեկություններ փոխանցել են այդ առումով։ Իմ ոչ մի հարցին չեն կարողացել պատասխանել ազգային ժողովում։ Բոլոր հարցերս մնաց անպատասխան, բայց մեր աչքի առաջ կանգնում ասում են, որ աշխատանքները կատարվում են, աշխատում ենք ու ասում են, որ աշխատում եք, 5-րդ տարին անգամ չեք կանչել արձագաննել, թե տղայիս ով տեսավ, ով գլուխը կապեց, ով էր կողքը, այդ ամբողջ տեղեկությունները ես եմ ձեզ տվել, մենք ենք հավաքել, ամուսինս ա եղել այդ տվյալ տարածքում, որտեղից գերեվարել են որդուս, քանի անգամ Այնի Կարմիր խաչի ռուս խաղաղապահների Ադրբեջանի հետ ու այնտեղ ոչինչ չեն գտել, բա ուր է լավ իմ որդին, ուր է։ Ինչ գտնվում այդ քննարկումները վերջին հենց ազգային ժողովի ձեր հետ հանդիպման ժամանակ նախարարներն էին նաև ներկա այդ փակ քննարկմանը, որևէ մեկը ընդհանրապես ինչ փուլում է գտնվում։ Եվ առհասարակ ձեր կարծիքով այս հարցի հասցեատերը ով պետք է ի վերջո այս հարցին լուծում տա, որ ձեզ չուղարկեն ԱԱԾ-ից, քննչականից։ Հասկանում եք, մենք այնքան կառույցներ են գնացել,
այնքան են մեզ ուզում մոլորեցնել, բայց մենք թեկուզ այսօր լուր մայրերս, լուր կանգնած ենք ու լուր տանջվում տարապում ենք, բայց հարկ եղած դեպքում մենք զենքել կվերցնենք թշնամու դեմ։ Մենք պայքարող մայրեր ենք, մենք կոտրվող չենք, մեզ ուզում են կոտրել, մեր մեջքը ուզում են կոտրել, բայց չեն կարող։ Մենք մինչև վերջ գնալու ենք, մեր երեխեքին տուն պետք է բերվի։ Ես չգիտեմ ով է սրա գլխավերևում կանգնած, ես չգիտեմ կոնկրետ ում անունը տամ։ Ես ասում եմ երկրի տերերը, ճակերտավոր իշխանավորները, մեր մեջքը կոտրողները, մեր լույսից ու օդից կտրողները։ Թող իրանք իմանան, իրանք ով են։ Իրանց վրիպումների պատճառով, բոլորի սխալների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Տեսեք, այսօր մի քիչ նաև խորհրդանշական օր է, մայրության օրն է ու ըստ էության արդեն 5-րդ տարին է դուք ձեր տղայից շնորհավորանք այսօրով չեք ստանում։ Այո, շատ ցավոտ է։ Ոչ մեկի շնորհավորանքը ինձ պետք չի։ Իմ տղայի ընկերները շատ լավն են, իմ հարազատները, բոլորը ծաղիկներ են ուղարկում, բոլոր նվիրում, բայց հասկացեք, մեզ պետք չի ոչ մեկի նվիրած ծաղիկը։ Մեր ծաղիկն ենք մենք ուզում, մենք մեր տղաներին ենք ուզում։ Մեր ծաղիկները մեր տղաներն են։ Ես իմ ծաղիկն եմ ուզում, ես իմ տղային եմ ուզում։ Այս բոլոր մայրերը իրենց որդիներին են ուզում։ Մեզ պետք չի ուրիշի ծաղիկը, մեզ պետք չի ուրիշի շնորհավորանքը։ Գոնե հերվում, մի տեղից լսեմ, մի հատ ձայնը լսեմ, հասկանում եք, գնալով ցավն ու տառապանքն ավելի դաժանադառնում, քան հիմա է, քան առաջ էր, մտածում էին կգտնեն, կբերեն, բայց գնալով մենք ավելի ենք տառապում, ավելի ենք կարոտում, ավելի ենք կոտրվում, բայց եւ ոտքի ենք կանգնում ու ասում ենք ոչ, մենք պիտի պայքարենք, մենք պիտի ուժեղ լինենք, մենք պիտի սպասենք մեր որդիներին։ Գիտեք, զանգում են, ասում են Արմինե ջան, չեն կարող գալ, զանգողը ամուսինը չկա, որի մայրը, կիսուրը, ասում է գիշերն արթնացել է, դուրս է եկել անձրևին, դուրս ասում է ու գոռում է, ասում է իր գոռոցից եմ արթնացել, ասում է ես իմ տղային եմ ուզում, կարոտել եմ, 3 անչափահաս երեխա ունի, իրանց պապային են ուզում, ես իմ որդին եմ ուզում, դուք հասկանում եք,